Մինսկում նախատեսված Ռուսաստան-Ուկրաինա-Ֆրանսիա-Գերմանիա հանդիպմանն ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է օգտվել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունից։ Օբաման զգուշացրել է, որ Ռուսաստանի վրա ավելի թանկ կնստի, եթե շարունակի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի արևելքում։ Պուտինի հետ հեռախոսազրույցում Բարակ Օբաման նաև ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը։ Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակցին հորդորել է նաև օգտվել նոր բանակցությունների հնարավորությունից և գտնել խաղաղության հաստատման ուղին։ Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Բելառուսում նախատեսված հանդիպմանը։ Մինսկում ակնկալվող բանակցություններին ընդառաջ պատերազմական գործողությունները չեն դադարում Ուկրաինայի արևելքում։ Այսօր առավոտյան ժամ 8-ի սահմաններում Դոնեցկում հանրային տրանսպորտի կանգառում որոտացել է պայթյուն, որից առնվազն 6 մարդ է զոհվել, 8 վիրավորվել։ 3 Կրամատովսկում առնվազն 5 զինծառայողեր սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել Սմերչ տեսակի հրթիռների գործադրման հետևանքով։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Պետրո Պորոշենկոն այցելել է Կրամատովսկ։ Նա տեսախցիկների առջև ցույց է տալիս խաղաղ բնակիչների վիրահատության հետևանքով նրանց մարմիններից հեռացված գնդակները։ Իմ ձեռքին հիմա մետաղի կտորներն են, որոնք հանել են հիվանդանոցում ապաքինվող մարդկանց մարմիններից։ Սա աղետ է, սա հանցագործություն է մարդկության դեմ։ Քաղաքացիական անձինք ապրում են իրենց տներում, որտեղ մարտական որևէ գործողություն չկա։ Ռուսամետահաբեկիչ անջատականները հարձակվում են քաղաքացիների վրա։ Սա բացարձակ անընդունելի է, հայտարարել է Պետրո Պորոշենկոն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախքան Մինսկի հանդիպումը Ուկրաինային է մեղադրել տարածքային վեճի հարցում և հակադարձել Արևմուտքին ու Ուկրաինային, ռուսական կողմին հասցեագրված մեղադրանքները տեղափոխելով ուկրաինական կառավարության պատասխանատվության դաշտ։ Путь к миру лежит через прямой диалог между киевскими властями и теми, кто хочет отстоять свою землю на юго-востоке.